Ողջույն հարգելի հայրենակիցներ, այս մի քանի շաբաթ է ես շրջում եմ տարբեր տարածաշրջաններով եւ տարբեր տեղերից լսում ենք, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին շատ է ընդունում, շատ է բանանում, մի խոսքով ժողովրդի Նիկոլը 65-ից եւ ավել տոկոս քվե ունի, այսպիսի բաներ եմ լսում, զոմբիներ ասեմ, Նիկոլապաշտ ասեմ, թուրքական գործակալների կամակատար խամաճիկներ ասեմ, միևնույնն է, նույն մարմիններն են դրանք։ Բայց ես մեր հասարակությանը մի բան եմ ուզում հիշեցնել։ Ժողովուրդ ջան, համեմատում ենք Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Վարդան Ղուկասյանը, երբ որ ազատության մեջ լիներ, գերագույնը Վարդան Ղուկասյանը կլիներ, հետո Նիկոլ Փաշինյան։ Այս 5-ի մեջ համեմատականներ անցկացրեք։ Տոկոսային հարաբերությունում Նարեկ Կարապետյանին ընդունում են այնպես, որը որ 18 թվականին Նիկոլին այդպես չէին ընդունում։ Այսինքն, որ գցում ենք Նարեկ Կարապետյանը 70 եւ ավել տոկոս քվե ունի։ Ռոբերտ Քոչարյանին ընդունում են այնպես, ոնց որ Նիկոլ Փաշինյանից մի որոշակի չափի առավել։ Ուղղակի մարդիկ կան, ստվերով են աշխատանքներ տանում կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ այսպես ասած չպիտակավորվեն։ Պիտակ են կպցնում, տգետ մարդկանց խոսք է էսի, չեմ կարող ես այդ տգետին բան բացատրել։ Ծառուկյանն էլ որ գնում է կրկին, Նիկոլից շատ է։ Վարդան Ղուկասյանը որ գնար, ես ավելինքան վստահ եմ ազատության մեջ լիներ։ Վարդան Ղուկասյանը բոլորից շատ մարդկային քանակ ունենար իր հանդիպման ժամանակահատվածում։ Այնպես որ այդ տոկոսային հարաբերությունները մի հատ համեմատականի մեջ անցկեցրեք եւ տեսեք Նիկոլ Փաշինյանը, որ հավաքի 4% պետք է փակ տա ասում։ Նա քվե չունի, նրան ձայն տվողը փոշի ասում է, ուղղակի նա ուրիշ ծրագիր ունի, որ այդ ծրագիրը միմիայն ես պետք է փոխանցեմ Նարեկ Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, եթե Վարդան Ղուկասյանը ազատության մեջ լիներ, նաև Վարդան Ղուկասյանին։ Այդ 3 մարդուն պետք է փոխանցեի։ Բայց ժողովուրդ ջան, տարանջատեք զոմբիներին իրական դիտարկումներից։ Զոմբիների ասացին հաշվի տակ մի առեք, ժողովուրդ ջան, ոչ էլ հիասթափվեք։ Դրանց ասածը Գեղամյանի գլխի պես դատարկ դհոլ է։ Համենայն դեպս ժողովուրդ, իրականությունը մի շեղեք։ Շնորհակալություն ուշադրության